Այս անգամվա խելացի սարք իրենից ներկայացնում է խելացի տան վիդեո դռան զանգ, այսպես ասած, որ ունի զանգի կնոպկա, օժտված է կամերայով, կարող ենք խոսել դրան դիմաց գտնվող ազնվորության հետ, լսել նրան և իհարկե այս տարբերակի հետ կա նաև զանգ, որը ձայն է արձակում այս կնոպկան սեղմելուց հետո։ Այն աշխատում է Tuya և Smart Life ծրագրերի հետ։ Կոմպլեկտում կա լիցքավորման համար նախատեսված USB լարը, զանգը, որի վրայից կարողանում ենք փոխել զանգերի ձայները, բարձրացնել, իջացնել և իհարկե կնոպկա, որի միջոցով կապ ենք հաստատում այս երկու սարքերն իրար հետ։ Եվ իհարկե մեր գլխավոր սարքը, զանգի կոճակը և կամերան։ Այն ամրանում է հետևյալ կերպ, այստեղից քանդվում է շուրուպը, դուրս է հանվում իր տեղից, ամրացվում է տեղը և տեղադրվում է, որից հետո իր տեղը։ Սարքն ունի նաև իր վրա ռեզեթի համար նախատեսված կոճակ, այստեղ տեղադրված է, կարող ենք տեղադրել չիպ ձայնագրելու համար և իհարկե լիցքավորման համար նախատեսված Type-C բնիկը։ Այն ունի իր մեջ ակումուլյատոր և աշխատում է ակումուլյատորով։ Լիցքաթափվելուց հետո այն նորից տեղադրում ենք լիցքավորման և նորից օգտագործում ենք։ Որպեսզի այն ավելացնենք մեր Smart Life կամ Tuya ծրագրերի մեջ, սեղմում ենք սկզբում reset կոճակը, որից հետո 5 վայրկյան սեղմում պահում ենք այս զանգի կոճակը, մեր մոտ պետք է թարթի այս ինդիկատորը, որը նշանակում է, որ սարքը պատրաստ է ծրագրին կպնելուն։ Զանգը օգտագործելու համար այն ուղղակի միացնում ենք սովորական 5 վոլտանոց ադապտերին և վերջ։ Այժմ միացնենք ծրագրին։ Նախքան միացնելը միացնենք զանգը և ցույց տամ նրա ձայների տեսակը։ Մի խոսքով այսպիսի տարբեր տեսակի զանգեր։ Եվ այսպիսով զանգը սարքին միացնելու համար սեղմում ենք առաջի կոճակը, պահում ենք այնքան մինչև ինդիկատորը թարթի և սեղմում ենք զանգի կոճակը։
Վերջ արդեն մեր սարքը կպավ դրսում գտնվող մայր սարքին։ Մենք կարող ենք նաև փոփոխել զանգի ձայնը և բարձրությունը ձայնի։ Վերջ, այսպիսով ավարտեցինք խելացի դրան զանգի կարգավորումների պրոցեսը։ Սարքի հետ նաև կա այսպիսի ձեռնարկ, որից կարող եք օգտվել։ Այս սարքի տարբերակ կա նաև, իր հետ կա փոքրիկ էկրան, որը կարող եք տեղադրել տանը և արդեն զանգի ժամանակ նաև տեսնել տանը, եթե մոտակայքում չկա բջջային հեռախոս, կամ ուղղակի այն գրանցված չէ ձեր բջջայինի մեջ, օրինակ Smart Life ծրագիրը։ Եվ այսպիսով զանգի կոճակը սեղմելով և պահելուց հետո, երբ թարթում է ինդիկատորը, միացնում ենք Bluetooth-ը և GPS-ը, բացում ենք Smart Life ծրագիրը, սեղմում ենք ավելացնել նոր սարք և սպասում ենք, մինչև սարքը գտնի մեր բջջայինին։ Չգտնելու դեպքում կարող եք ձեռքով ավելացնել կամ առանել և զամոկներ բաժնից խելացի դրան զանգ սարքի վրա սեղմելով և հետևել հրահանգներին։ Մյուս տարբերակը արդեն ավտոմատ տարբերակն է, ահա մեր մոտ սարքը գտավ, բջջայինը գտավ սարքին, սեղմում ենք վրան, նորից լրացնում ենք մեր Wi-Fi անունը և ծածկագիրը և ավելացնում ենք մեր սարքը։ Ավարտելուց հետո ահա մեր մոտ արդեն ցույց է տալիս կամերայի պատկերը, որ ունի արդեն և նոճնոյ և ցերեկային, գիշերային և ցերեկային նկարանալու հնարավորություն, նաև հնարավորություն ունի, երբ մենք սեղմում ենք զանգի կոճակը, բջջայինի վրա գալիս է հաղորդագրություն, որ զանգահարում են, որոնք ընդունել կամ չընդունել զանգը, և արդեն շփվել և արդեն փոխոսում ենք
փոխել։ Այժմ արդեն այստեղ ունենք արդեն կարող ենք նայել ձայնագրված տեսանյութերը, ետ տալ կամ փոխել օրը, առաջ տալ, իհարկե չիպը տեղադրելուց հետո փոխել ձևը, նկարահանման ժամանակ օգտագործող լույսը միացնել, անջատել կամ թողնել ավտոմատ ռեժիմի տակ։ Հիմնական ֆունկցիաները այս սարքի։ Միացրեցինք զանգը, որպեսզի այն միացնենք մեր կամերային, սեղմում ենք այստեղի կոճակը, երբ սկսում է թարթել ինդիկատորը, սեղմում ենք արդեն սարքի վրայից զանգի կոճակը։ Վերջ արդեն մեր մոտ միացել է արդեն ամենը զանգը սեղմելուց մենք կլսենք այս երաժշտությունը։ Լինում են դեպքեր, որ զանգը ուշանում է բջջայինի վրա, կամերայի որակի մասին պատկերացում կազմելու համար, այն նկարում է այսպես գիշերը, նույնը կնկարեմ առավոտյան, որպեսզի ավելի պարզ լինի որակը։ Այս նույն կադրը բջջայինով նկարելուց։ Այժմ բջջայինով կնկարեմ այն հատվածը, որը ցույց էր տալիս դրան զանգի կամերան, թե ինչ է տեսնում բջջայինը, թե ինչ լուսավորություն է, նույն բանը արդեն կնկարենք լույս ժամանակ։ Ցերեկային նկարահանումը ունի հետևյալ տեսքը։ Ամենայն դեպս կարճ տարածության վրա կարող ենք տեսնել, թե ով է գտնվում դրան մոտ։